Այս տունը մեր համերաշխության, միասնականության ու ջերմության խորհրդանիշն է։ Շիրակի մարզում Անի համայնքը միակն է, որ նշում է համայնքի օրտոնակատարությունը։ Վերջին 3 տարիները խոշորացված համայնքի բնակավայրերը կարևորելու, բոլորին համախմբելու տարիներ են եղել։ Հունիսի 9 մշակութային միջոցառումների շարքով միավորել էր 17 բնակավայր մեկ հարկի ներքո Մարալիկ քաղաքում։ Սիրով ողջունում ենք ձեզ Անի համայնքի սրտում, Մարալիկ քաղաքում։ Բարով եք եկել Շիրակ աշխարհի պատմական հարուստ անցյալով եւ անզուգական Անի համայնք։ Միջոցառմանը ներկային ազգային ժողովի պատգամավորներ Շիրակի մարզպետ Դավիթ Արուշանյանը, մարզպետի տեղակալ Արտուր Շավանիսյանը, համայնքների ղեկավարներ, պաշտոնատար Այլանդզինգ, ինչպես նաև համայնքի հարյուրավոր բնակիչներ։ Տոնը կայացավ Անի համայնքապետարանի աշխատակազմի ամիսներ տևած քրտնաջան աշխատանքի արդյունքում։ Բոլոր բնակավայրերը 16 գյուղ եւ Մարալիկ քաղաքը բնակչությունը իր ապրելակերպով եւ իր հյուրասիրությամբ բոլոր իրար ճանաչեն եւ ամուր լավ համայնք ունենան։ Անի համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանը եւ Շիրակի մարզպետ Դավիթ Արուշանյանը հյուրերի հետ շրջեցին համայնքի բնակավայրերը ներկայացնող բոլոր տաղավարներով, ծանոթացան ժողովրդական արվեստի ու արհեստների նմուշներին, ազգային խոհանոցի հարուստ ավանդույթներին, ճաշակեցին հայկական ուտեստներ վայելելով համայնքի կոլորիտը։ Փորձել ենք հնարավորինս մեր գյուղը պատկերավոր ներկայացնել մեր քարով, մեր քաթայով, մեր մեղրով։ Մենք շատ ուրախ ենք, որ բոլորս մեծ շուկով տոնում ենք այդ օրը։ Որովհետեւ միայն քաղաքի տոն չլինի, ավելի հետաքրքիր է, երբ որ մասնակցում են նաև շրջանի մյուս գյուղերը։ Շատ մեծ շուկով ենք դիմավորել, շատ ուրախ ենք ներկայության համար։ Բովանդակալից խորհուրդը, որ միշտ միասնական լինեն, միասին լավ հարաբերություններ, լավ համագործակցեն մեկը մյուսի հետ։ Խորին շնորհակալություն եմ հայտնում դպրոցի կողմից, իմ կողմից Անի համայնքին այս տոնը կազմակերպելու նշելու համար։ Մինչ տոնական համերգային ծրագրի մեկնարկը տեղի ունեցավ օրհնության կարգ, որը կատարեց Տեր Տիգրան Քահանա Մխիթարյանը, այնուհետև Շիրակի մարզպետ Դավիթ Արուշանյանն իր խոսքում ընդգծեց, որ կառավարությունն իր ուշադրության կենտրոնում է պահում մարզերի համաչափ զարգացումը, միևնույն ժամանակ կարևորեց նմանատիպ միջոցառումները։ Այն աշխատանքները, որը Անի համայնքում կատարվում են ու ոչ միայն Մարալիկ քաղաքում, նաև հեռավոր գյուղերում, յուրաքանչյուր մեր հայրենակցի կյանքի որակի փոփոխության համար է եւ նման օրերը, որը կազմակերպվում է համայնքապետի կողմից, համայնքապետարանի աշխատակիցների կողմից, հենց մարդկանց ավելի երջանիկ դարձնելու համար է եւ այսօր ես այստեղ տեսնում եմ շատ երեխաներ, որոնք իրականում մեր աշխատանքի գնահատականն են տալիս իրենց ուրախությամբ, իրենց երկու պարով, իրենց երջանկությամբ։ Համայնքի ղեկավարն էլ իր ելույթում փաստեց, որ վերջին տարիներին Անիում նկատելի են զարգացումը եւ շենացումը, համայնք կառավարություն արդյունավետ համագործակցության պետական ծրագրերի աջակցության եւ բարեգործական կազմակերպությունների գործուն մասնակցության շնորհիվ։ Վերջին 2-3 տարվա ընթացքում Անի համայնքը ծաղկում է ապրում։ Դա է վկայում համայնքի տարբեր բնակավայրերում շինարարական եռուզեռը, կառուցված դպրոցներ, մանկապարտեզներ, փողոցների ասֆալտապատումը, գիշերային լուսավորության անցկացումն ու թարմացումը, ջրամատակարարման ու ջրահեռացման համակարգերի անցկացումը, համայնքի մաքրությունն ու բարեկարգումը։ Տոնական միջոցառումները շարունակվել են բազմաժանր համերգային ծրագրով, սիրված ու հայտնի երգիչ երաժիշտներ, պարային կատարումներ զուգորդված բարձր տրամադրությամբ։ Կերպով ներկայացնում են ազգային մշակույթի առանձնահատկությունները, ազգային երգը, ազգային պարը, ազգային խոհանոցի գեղեցիկ ուտեստները։ Այսա լավագույն առիթն է, որ համայնքը կարողանում է մեկ ընդհանրություն, մեկ միասնականություն ներկայանալ։ Օրն իհարկե անմասն չէր կարող մնալ պարգևատրումներից, շնորհակալագրեր ու պատվոգրեր ստացան մարզպետից մինչև սպորտի, մշակույթի ու այլ ոլորտի ներկայացուցիչներ, ինչպես նաև նախորդ տարիներին Անի համայնքի պատվավոր քաղաքացու կոչումներ ստացած անհատ բարերարները։ Իսկ այս տարի Անի համայնքի պատվավոր քաղաքացու կոչում շնորհվեց ծնունդով Մարալիկից սիրված երգիչ երգահան Վարդան Ուրումյանին։
Աննախադեպ ու փառահեղ Անի համայնքի օրը ստացված էր Relax Project-ի անզուգական կատարումներով ու շքեղ հրավառությամբ եզրափակվեց օրը։ Աստղիկ Խաչատրյան, Խանովանիսյան, Հայկ Կապրելյան, այսօր։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են հարկային քաղաքականությանն առնչվող հայեցակարգային հարցեր։ Ներկայացվել են նախանշվող նպատակները, որոնց իրագործմանը պետք է միտված լինի հարկային քաղաքականությունը, ինչպես նաև այն հարցադրումները, որոնց ուղղությամբ պետք է աշխատանքներ իրականացվեն։ Քննարկման առարկա են եղել հարկաբյուջետային քաղաքականությանը, հարկման համակարգերին, հարկային արտոնություններին, ուղղակի եւ անուղղակի հարկերին վերաբերող հարցերը։ Անդրադարձ է կատարվել նաև շահութահարկի, եկամտային հարկի, հայտարարագրման, գույքային հարկերի համակարգերին վերաբերող թեմաների։ Ներկայացվել են վերոնշյալ ուղղություններով առաջարկվող լուծումները։ Քննարկման արդյունքում Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է ներկայացված հարցադրումների ուղղությամբ շարունակել աշխատանքները եւ անհրաժեշտ քայլեր իրականացնել նախատեսված նպատակներին հասնելու համար։ Հանրային հեռարձակողի խորհրդի նախագահ Վասակ Դարփինյանը ճեպազրույց է ունեցել լրագրողների հետ, նա խոսել է հանրային հեռարձակողի խորհրդի համար առաջնային խնդիրներից։ Դե ես խորհրդի անդամ եմ արդեն 3.5 տարի եւ անակնկալ խնդիր չէր կարող լինել, բոլոր խնդիրները, որոնց բախվում ենք ամեն օր եւ փորձում ենք ավելի բարելավել ինչ-որ բան, ՓԲՆ-ի աշխատանքում լինելով իրենց կառավարող մարմինը, այդ նոր ի հայտ եկած խնդիր չկա, այդ խնդիրները եղել են առաջին օրվանից եւ շարունակվում են եւ փորձում ենք ինչ-որ կերպ բավարարել հանրության բանոսները։ Որքանով է բովանդակային առումով հեռուստաընկերությունների խնդիրների ուշադրություն դարձնում, այս խնդիրը ինչքանով է դուք դիտարկում ձեր դաշտում։ Այսինքն բովանդակային առումով այո, հաղորդումների բովանդակության հետ կապված հաղորդումների բովանդակությունը մենք միշտ մեր մշտական քննարկման թեման է եւ դա մեր խոհանոցն է, որը չեմ կարծում թե պիտի ես բացեմ հիմա։ Ամեն դեպքում այդ խոհանոցին մենք ենք ականատես լինում հեռուստադիտողները եւ պետք է ոչ միայն հեռուստատեսություններն են հյուր գալիս ձեր հյուրասենյակ կամ ձեր տուն, դուք խոհանոցին պետք է որ կարծում եմ այդքան քաջատեղյակ չլինեք եւ դա շատ նորմալ կլինի։ Մենք քննարկում ենք, մենք անդադար համագործակցային դաշտում պահանջում ենք նոր հաղորդաշարեր, նոր ուրեմն թեմաներ, նորովի ներկայացում հին խնդիրներին եւ կարծում եմ այդ համագործակցությունը ինչ որ արդյունքներ այնուամենայնիվ տալիս է, թեև շատ բազմաթիվ մեկնաբանություններ հակասական կարող են լինել, դժգոհություններ կարող են լինել, դա էլ է բնական, մենք ինքներս կարող ենք ունենալ մեր դժգոհությունները, որոնք աշխատում ենք շտկել այդ խնդիրները, որոնց վերաբերյալ կան այդ դժգոհությունները։ Եվ այնպես չի, որ հանրությունը միաճաշակ կամ միադեմ է, հանրությունը շատ տարբեր նախասիրություններ ունի եւ տարբեր ակնկալիքներ կարող է ունենալ, բայց դա չի նշանակում հեռուստատեսությունը կամ ռադիոն պետքա հանրության ճաշակի հետևից քարշ գա, այլ պետք է ներկայացնի իր հստակ ծրագրային քաղաքականությունը եւ դա պիտի միտված լինի պետականության ամրապնդմանը, դա պիտի միտված լինի համերաշխությանը հանրության մեջ։ Երևանից հեռու սահմանապահ բնակավայրերում էլ առավոտները սովորականի պես հաջորդում են մեկը մյուսին, բայց մայրաքաղաքից Չինարիում հյուրընկալվածներից համար առավոտներն այստեղ անսովոր տարբեր են։ Հասմիկը պայմանագրային զինծառայողի կին է, գյուղի դպրոցում է դասավանդում։
Ես երբեմն կատակով ասում եմ, մեր ընտանիքում երկուսս էլ ծառայություն ենք մատուցում հայրենիքի պաշտպանության համար։ Մեկը դիրքերում, մյուսը դպրոցում եւ պատրաստում է այն աշակերտին, որը վաղը պետք է համալրի մեր զինվորների շարքերը։ Միաժամանակ ամուսնու հերթապահության ընթացքում հոգում է ընտանիքի հոգսերը, զբաղվում երեխաների դաստիարակությամբ։ Ծառայության օրերը դժվար է կազմակերպվում, բայց որտեղ կա սերը, այնտեղ հաղթվում է ամեն դժվարություն։ Հերթափոխից հետո հիմնականում զբաղվում ենք հողագործությամբ, մեր գյուղում այդ է հիմնականում անասնապահությունը։ Ասիայի որդին եւ ամուսինը նույնպես զինծառայողներ են։ Որդին Սերգեյը պարտադիր ժամկետային զինվորական ծառայության է զորակոչվել պաշտպան հայրենիաց ծրագրով։ Ամուսինս զինծառայող է եւ փոքր տղաս եւս 1 տարի հետո կմեկնի բանակ, նույնպես զինվոր կդառնա, ես շատ ուրախ եմ, որ զինվորի մայր եմ։ Եվ ես շատ հպարտ եմ, որ հենց իմ տան տղամարդիկ են պաշտպանում մեր հայրենիքը եւ իմ շատ սիրելի գյուղը։ Մինչ Սերգեյի ընտանիքի անդամների հետ ենք ծանոթանում, հայրենիաց պաշտպանը ծառայողական պարտքն ավարտած տուն է վերադառնում։ Արդեն դեպի բանակային դիրքեր ճանապարհին Զորամասում կարճատև կանգառի ընթացքում Սերգեյին հանդիպում ենք ծառայավայրում։ Այս ծրագիրը նրանով է գրավել, որ ծառայում ես քո տան մոտ, քո սահմանին, անմիջապես բնակավայրի մոտ, հերթապահությունից հետո իշխում եւ 15 օր քո տանն ես լինում։ Ծառայության հետ մեկտեղ նաեւ կարողանում եմ օգնել ընտանիքիս գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս։ Շուտով կլրանա ժամկետային ծառայության 1 տարի։ Կծառայի եւս 4 տարի, որպես պատվովճար վաստակելով 5 միլիոն դրամ։ Բանակային դիրքեր հասնում ենք հերթափոխից ժամեր առաջ, շուտով դիրքապահ անձնակազմին կփոխարինեն ծառայակիցները։ Հասմիկի ամուսնուն Արմենին էլ այստեղ ենք հանդիպում։ Ծնվել մեծացել եմ Տավուշի մարզ, Չինարի գյուղում, ծառայության եմ անցել։ Մեր տարածաշրջանի զորամասերից մեկում արդեն ծառայում եմ 11 տարի, չհաշված զինվորական ծառայությունս։ Մեծ կարևորություն եմ տալի, որպեսզի սահմանամերձ գյուղի բնակիչնիքը ասնեն ծառայության ընդգրկվեն ծառայության մեջ, ինքն էլ ծառայի, ինքն էլ հայրենիքի պաշտպանությանը իրեն մասնակցություն ունենա։ Մինչ հերթափոխից առաջ դիրքի ավագը ստորաբաժանման հրամանատարի տեղակալի հետ սահմանագծում տիրող իրավիճակն է քննարկում, համապատասխան ցուցումներ ու հրահանգներ ստանում, մենք Նարեկի հետ ենք ծանոթանում։ Նարեկն էլ Չորաթան գյուղից է, ծնվել, մեծացել է սահմանամերձ բնակավայրում։ Ժամանակին իր հայրն ու նրա ընկերներն են հսկել պետական սահմանը։ Այժմ պարտքը կատարելու, իր զավակների անվտանգությունն ապահովելու իր հերթն է։ Միշտ տեսել ենք մեր զինծառայողներին, մեր զինվորներին, այդ ամեն ինչից ոգևորվելով որոշել եմ ընտրեմ այս մասնագիտությունը, նախ եւ առաջին ոչ թե մասնագիտություն, այլ հայրենի գործ, հայրենի նվիրյալ գործ, դրա համար մտել եմ այս ծառայությանը։ Միջդիրքային ճանապարհները տեղ-տեղ բնակավայրերով են անցնում Չինարի, Արծվաբերդ, ապա Մովսես։ Տիկին Ժաննան է մեր նկարահանող խմբին հյուրընկալում։ Իր աճեցրած հաղարջի հյութի փակոցը համտեսելու է հրավիրում ու միաժամանակ Բարձրաբերդ լեռների գոգում կուչ եկած իրենց Մովսես գյուղի ու սահմանապահ համագյուղացիների գովքն անում։ Մեր զրույցին ուշի ուշով Վարինկատատն է հետևում։ Կյանքի 98-րդ տարում հույսն ու հավատը, ապրելու տենչն ու տոկունությունը կոպերի տակ սեղմած, հայացքը դեպի իր բակից անզեն աչքով տեսանելի բանակային դիրքերը, աշխարհի ու մարդու մասին իմացություններն է մեզ խրատում, որ խոհեր են բարու, սիրո, արարումի մասին, պատգամներ հո հայրենին անմնացորդ սիրելու եւ ամեն գնով պաշտպանելու մասին։ Ռուսաստանի նախագահի օգնական Կիևի հետ բանակցություններում ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին հայտարարել է, որ Ուկրաինայում շփման գծի երկայնքով ռազմական գործողությունների դադարեցումը կարող է ստեղծել այնպիսի իրավիճակ, ինչպես Լեռնային Ղարաբաղում էր։ Եթե խաղաղության մասին հիմա չպայմանավորվենք, այլ պարզապես կնքենք ինչ-որ զինադադար, ապա այդ տարածաշրջանը կվերածվի հսկայական Ղարաբաղի։ Որոշ ժամանակ անց Ուկրաինան ՆԱՏՕ-ի հետ կփորձի նվաճել այն, եւ դա կլինի մոլորակի վերջը, դա կլինի միջուկային պատերազմ։ Մենք չենք ցանկանում, որ ստեղծվի նոր չճանաչված
Ղարաբաղ, որը պատճառ կդառնա միջուկային պատերազմի համար, ասել է Մեդինսկին։ Նրա խոսքով Ռուսաստանը ցանկանում է լիարժեք խաղաղություն կնքել նոր տարածքների ճանաչմամբ։ Ադրբեջանի արտգործնախարարությունից արձագանքել են Մեդինսկուն, նշելով, թե նա խեղաթյուրում է իրականությունը։ Ադրբեջանի արտաքին գերատեսչությունը հիշեցրել է, որ Ռուսաստանը նախկինում ճանաչել է եւ շարունակում է ճանաչել Լեռնային Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս։ Իրանի գերագույն առաջնորդի քաղաքական հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթին անդրադարձել է Հարավային Կովկասում Իրանի դերակատարմանը։ Իսլամական հեղափոխությունից հետո Իրանը երբեք այսքան հզոր, անկախ եւ ազդեցիկ չի եղել։ Այդ հզորության ցուցանիշներից մեկը Հարավային Կովկասի ճգնաժամին Իրանի կտրուկ եւ վճռական արձագանքն էր։ Այն ժամանակ, երբ որոշ երկրներ ցանկանում էին Ադրբեջանի եւ Նախիջևանի միջև կապ հաստատել այսպես կոչված Զանգեզուրի միջանցք տարածքով, մի նախագիծ, որի իրական նպատակը Հայաստանը մասնատելն ու Եվրոպայի հետ Իրանի կապը դադարեցնելն էր, Իրանը մեծ զգոնությամբ եւ ուժով դեմ դուրս եկավ դրան եւ կանխեց այդ դավադրությունը, նշել է իրանցի պաշտոնյան։ Վելայաթին նշել է, նույնիսկ առանց Ռուսաստանի իր իմաստուն քաղաքականությամբ Իրանը կարողացավ պահպանել Կովկասի անվտանգությունը եւ թույլ չտալ ՆԱՏՕ-ի մուտքը տարածաշրջան։ Նրա խոսքով Հարավային Կովկասում Իրանի ներկայությունը ոչ միայն ուղղված է երկրի շահերի պաշտպանությանը, այլև ամուր խոչընդոտ է հանդիսանում տարածաշրջան օտարերկրյա ազդեցության ներթափանցման համար։ Գիշերը ռուսական զորքերն անօդաչուներով հարվածներ են հասցրել Կիևի մի շարք շրջաններին։ Լրատվամիջոցների տվյալով վնասվել են բարձրահարկ շենքեր եւ առանձնատներ, այրվել են ավտոմեքենաներ եւ պահեստային տարածքներ։ Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հայտնել է մայրաքաղաքում 4 վիրավորի մասին։ Հարձակումներ են եղել նաեւ Օդեսայի վրա, վնասվել է ծննդատուն եւ բնակելի շենք։ Նախնական տվյալով 2 մարդ մահացել է, 9 վիրավորվել։ Նշվում է, որ գիշերային հարվածներից ամենաշատը տուժել են Կիևի եւ Օդեսայի շրջանները։ Ուկրաինական կողմը հայտնել է նաեւ Սումիին հարվածների մասին։ Մարզային ռազմական վարչությունից հայտնել են, որ զոհերի թիվը հասել է 6-ի։ Ռուսական կողմն էլ հայտնել է գիշերը ուկրաինական 102 անօդաչու թռչող սարքի ոչնչացման մասին։ Ռուսաստանի պաշտպանության նախարարության տվյալով 46 ԱԹՍ խոսվել է Բրյանսկի, 20-ը Բելգորոդի շրջանում, 3-ը Մոսկվայի մարզում, տուժածների կամ վիրավորների մասին տեղեկություն չկա։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ, որի ընթացքում կողմերը քննարկել են Իրանին վերաբերող հարցեր եւ մի շարք այլ թեմաներ։ Մենք բազմաթիվ թեմաներ ենք քննարկել, ամեն ինչ լավ ու հարթ է անցել, կտեսնենք ինչ կլինի հաջորդիվ, լրագրողների հետ զրույցում նշել է Թրամփը։ Իսրայելական Քան պետական հեռուստարադիոընկերությունը տեղեկացրել է, որ Թրամփն ու Նեթանյահուն քննարկել են Իրանի միջուկային ծրագրին առնչվող հետագա քայլերը։ Անվտանգության ոլորտի աղբյուրների տվյալով Իսրայելը չի կարող հանդուրժել, որ Իրանը պահպանի իր տարածքում ուրանի հարստացման հնարավորությունը, ուստի բանակցությունների խաթարման դեպքում Իսրայելը ստիպված կլինի որոշում կայացնել Իրանի նկատմամբ հնարավոր հարձակման մասին։ Թրամփը հայտարարել է, որ միջուկային ծրագրի վերաբերյալ Միացյալ Նահանգներ Իրան բանակցությունների նոր փուլը տեղի կունենա հունիսի 12-ին։ Իրանական կողմն էլ իր հերթին հայտարարել է, որ բանակցությունները նախատեսված են հունիսի 15-ին։ Ամերիկայի նախագահ Դոնալդ Թրամփի հրամանով Լոս Անջելես է ուղարկվել ազգային գվարդիայի եւս 2000 զինծառայող եւ 700 ծովային հետևակային ուժեղացնելու քաղաքում արդեն իսկ արկա ռազմական ներկայությունը։ Տեղական իշխանությունները, այդ թվում Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը եւ Լոս Անջելեսի քաղաքապետ Քերեն Բասը քննադատել են այդ քայլը, հայտարարելով, որ այն ավելորդ է եւ վտանգում է հասարակական անվտանգությունը։ Օրերս Թրամփի միգրացիոն քաղաքականության դեմ Լոս Անջելեսում սկսված բողոքի ակցիաներն ուղեկցվել են ոստիկանության եւ ցուցարարների միջև բախումներով։ Թրամփը Լոս Անջելեսը նկարագրել է որպես անկայուն եւ վտանգավոր տարածք, սակայն նահանգային եւ քաղաքային ղեկավարները պնդում են, որ իրավիճակը վերահսկելի է։ Սպիտակ տան ղեկավարը ազգային գվարդիայի 2000 զինծառայող էր ուղարկել Կալիֆոռնիա, Կիրակի բողոքի ակցիաների ամենալարված օրը։ Կապանում տևական ժամանակ է շինարարական եռուզեռը, կենտրոնական փողոցներից մինչև ծայրամասային թաղամասեր մեկը մյուսին հաջորդում են խաղահրապարակների ու մարզադաշտերի հանդիսավոր բացումներ։ Միայն վերջին մեկ ամսում 3 մարզադաշտի կարմիր ժապավեն կտրվեց քաղաքում։ Հերթը Դավիթ Բեկինն էր։ Մի քանի տասնյակ երեխաներ, այդ թվում հարակից Ռաֆայել Մինասյան թաղամասից համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի հետ ձեռք-ձեռքի տված կտրեցին կարմիր ժապավենը։ Վայրկյաններ անց տարածքը նրանց տրամադրության տակ էր։ Արդեն 6 տարի է այցելում եմ Թաթերական։ Արդեն 6 տարի է այցելում եմ Թաթերական խմբակ, բայց դա կապ չունի, ես շատ եմ սիրում ֆուտբոլը։ Ինձ դուր է եկել այս մարզադաշտի հենց գետնի ռեզինը, որովհետև առաջ որ ընկնում էինք շատ մեծ վնասվածքներ էինք ստանում, իսկ հիմա թեթև քերծվածքներ։ Ես Սյունիք ֆուտբոլային ակումբից եմ 2011-12 թվականներից։ Ամբողջ դաշտը համապատասխանում է ֆուտբոլային ստանդարտների։ Խոստանում ենք, որ լավ ենք վայել։ Իմ կարծիքով մենք լավ կպայենք, որտեղ մենք շատ երկար էինք սպասում, եւ մենք աղջիկներով նաև պայմանավորվել ենք, որ շաբաթօրյա կբանանենք դաշտում։ Օրինակ առաջ երբ
այսպես գեղեցիկ բակ չէին սարքել, մենք ընկնում էինք, ոտներս ցավում էր, բայց հիմա որ այսպես հարմարավետ բակ են սարքել, հուսով եմ այդպեսի բաներ չեն լինի։ Բաղաբերդ, Գարեգին Նժդե ու Դավիթբեկ թաղամասերի տասնամյակների պատմություն ունեցող երբևէ չնորոգված մարզադաշտերը հիմնանորոգվել են բացառապես Կապանի բյուջեի միջոցներով։ Համայնքն այդ աշխատանքներն իրականացնելու համար ընդհանուր առմամբ 151 միլիոն դրամ է ծախսել, իսկ թե ինչպես է հաջողվել սեփական եկամուտներով կյանքի կոչել այս ծրագիրը, Գորգ Թադևոսյանն ընդգծում է։ Համայնքի բնակիչների կողմից վճարված հարկերն ու տուրքերը օգտագործում են արդյունավետ եւ հենց ի նպաստ մեր համայնքի բնակիչների եւ ամեն ինչ արվում է, որ բարեկեցիկ եւ հարմարավետ պայմաններ ստեղծենք մեր բնակիչների համար։ Նախ եւ առաջ շնորհվում են արկա խաղադաշտերը, որոնք վատ վիճակում են գտնվում եւ օգտագործում ենք բոլոր այն հնարավոր տարբերակները, որոնք արկա են հիմնականում թաղամասերում իրականացած ապամոնտաժման աշխատանքներից հետո, երբ ապամոնտաժվել են փայտյա եւ մետաղյա տաղավարները եւ այդ տարածքները փորձում ենք օգտագործել արդյունավետ, կառուցելով պուրակներ, խաղադաշտեր եւ խաղահրապարակներ։ Երբևէ չնորոգված խաղահրապարակներ համայնքում շատ կան, Դավիթբեկինը միակը չէր, Գևորգ Փարսյանը բացման խոսքում ընդգծեց, սրանով չեն սահմանափակվելու։ Ներկայությամբ մեր կողմից նախաձեռնված է եւ իրականացվում է մոտ 1 տասնյակից ավել նման պրոյեկտներ մեր ամբողջ համայնքում, ինչպես քաղաքում, այնպես նաեւ մի շարք գյուղական բնակավայրերում։ Մեր նպատակն է, որպեսզի մենք վերանորոգենք, բարեկարգենք գոյություն ունեցող բոլոր խաղահրապարակները եւ խաղադաշտները եւ նաեւ կառուցենք նորերը։ Ավտոտնակներին ու խորդանոցներին այսուհետ կփոխարինեն խաղահրապարակներն ու հանգստի գոտիները, համայնքապետարանից հավաստիացնում են, ծրագիրը շարունակական է։ Հայաստանի Հանրապետության Պետական եկամուտների կոմիտեի հետաքննության եւ օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցները բացահայտել են խաղատան կողմից հարկման բազաները խեղաթյուրելու եւ այդ ճանապարհով գործունեության իրական ծավալների թերհայտարարելու դեպք։ Օրերս վարչության շահումով խաղերի, խաղատների եւ վիճակախաղերի գործունեության վերահսկողության ապահովման բաժնում օպերատիվ տվյալներ էին ստացվել այն մասին, որ Ծաղկաձոր քաղաքում գործող խաղատունը շրջանցելով հարկային օրենսդրության պահանջները ընդունում է խաղադրույքներ եւ այդ գործարքները չի ներառում հաշվապահական հաշվառման մեջ ու չի հայտարարագրում հարկային մարմնում։ Տեղեկությունները ճշտելու նպատակով կազմակերպվել եւ իրականացվել են բազմակողմանի օպերատիվ հետախուզական միջոցառումներ։ Ձեռք են բերվել փաստական տվյալներ այն մասին, որ խաղատունը թերհայտարարագրել է շուրջ 4.2 միլիարդ դրամ իրացման շրջանառություն։ Բացի այդ, արձանագրվել են նաեւ այլ իրավական ակտերով սահմանված պահանջների խախտումներ, որոնց վերահսկողությունն իրականացվում է հարկային մարմնի կողմից։ Կատարված նախնական հաշվարկով խաղատան կողմից պետությանը պատճառվել է շուրջ 887 միլիոն դրամի վնաս։ Պետական եկամուտների կոմիտեի հետաքննության եւ օպերատիվ հետախուզության վարչության հաղորդման հիման վրա Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների եւ մաքսանեկությունների քննության գլխավոր վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, առանձնապես խոշոր չափերով հարկերից խուսափելու հատկանիշներով։ Վարույթային եւ օպերատիվ հետախուզական միջոցառումների շրջանակներում խաղատանն իրականացվել են խուզարկություններ, արգրավվել են նախաքննության համար կարևոր նշանակություն ունեցող փաստաթղթեր եւ էլեկտրոնային կրիչներ։ Հայաստանի Հանրապետության Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ խաղատնային բիզնեսում հարկային ռիսկերի եւ կանխիկ գործարքների նկատմամբ վերահսկողությունը կրելու է շարունակական բնույթ։ Հիշեցնենք, որ տնտեսական գործունեության թափանցիկությունն ու հարկային պարտավորությունների ամբողջական կատարումը ոչ միայն օրենքի պահանջ է, այլև պետության ֆինանսական կայունության ապահովման հիմնարար նախապայման։ Համայնքային ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողներն օպերատիվ հետախուզական տարաբնույթ միջոցառումների արդյունքում հունիսի 6-ին Մայրաքաղաքի երկաթուղայինների փողոցում բնակվող մի տղամարդու ենթադրյալ հանցավոր արարքների վերաբերյալ տեղեկություններ ստացան։ Ըստ տվյալների հիշյալ տղամարդը զբաղվում է Ապոյնի թմրաշրջանառությամբ, բացի այդ Ապոյնի կերպով պահում է զենք զինամթերք։ Տեղեկությունները փաստաթղթավորվեցին ու փոխանցվեցին Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ նախաձեռնվեց քրեական վարույթ։ Մինչ տարածքային քննչական մարմնի ծառայողները քրեական վարույթի շրջանակներում կիրականացնեին անհետաձգելի ապացուցողական գործողություններ, Էրեբունու համայնքային ոստիկանները հսկողության տակ առան երկաթուղայինների փողոցի բնակչի տունը։ Ոստիկանության եւ քննչական կոմիտեի համագործակցված աշխատանքի արդյունքում 48-ամյա տղամարդու բնակարանում հայտնաբերվեցին էլեկտրական կշեռք, պլաստիկ տարաների մեջ լցված մարիխուանա թմրամիջոցի նմանվող տեղնականաչավուն զանգվածներ, ընդհանուր 1 կիլոգրամ 100 գրամից ավելի քաշով, 1 փաթեթ մեթամֆետամինի նմանվող բյուրեղանման զանգված, թափանցիկ հեղուկով լցված ապակյա
5 սրվակ, ինչպես նաև ինքնաշեն 4 ատրճանակ, գրչանման կրակող 2 սարք, պայթուցիչով նռնակ եւ փամփուշտներ։ 48-ամյա տղամարդը ձերբակալվել է, նշանակվել են փորձաքննություններ։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։ Երևանի Արմենակ Արմենակյանի եւ Սարալանջի փողոցների խաչմերուկի մոտակայքում ծառայություն իրականացնող պարեկները հունիսի 2-ի առավոտյան ժամը 7:25-ին ձերբակալելու քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչություն են տեղափոխել Նորքի այգիների բնակիչ 48-ամյա տղամարդու։ Նրա խուզարկությամբ հայտնաբերվել է 2 փաթեթ լցված մեթամֆետամին տեսակի թմրամիջոցի նմանվող բյուրեղանման զանգվածով։ Ձերբակալվածն արդեն իսկ գտնվում էր Երևան քաղաքի վարչության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի բաժնի քրեական ոստիկանների տեսադաշտում, անգամ կար հավաստի տեղեկություն, որ 48-ամյա տղամարդը տանը պահում է թմրամիջոց։ Փաստի առթիվ նախաձեռնվեց քրեական վարույթ, տղամարդն էլ տեղափոխվեց ձերբակալվածների պահման վայր։ Հունիսի 4-ին դատարանի որոշմամբ խուզարկություն կատարվեց 48-ամյա տղամարդու տանը, հայտնաբերվեց սպասվածից ավելին, ափիոն տեսակի թմրամիջոցի նմանվող զանգվածից զատ ձերբակալվածը տանն ապօրինի պահում էր նաև մարտական ատրճանակ ու փամփուշտ։ Նախաքննությունը շարունակվում է, հանգամանքները պարզվում են։ Հունիսի 2-ից 9 մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4516 խախտում, պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 178 ավտոմեքենա։ Մասնավորապես հայտնաբերվել է ոչ սթափ 160 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի 276 անձ, հայտնաբերվել է հաշվառման համարնիշի հետ կապված 25, չամրակապված վարելու 1069, առանց մանկական նստատեղի քարսիթի 19, վարելու ընթացքում ծխելու 306, վարելի հեռախոսից օգտվելու 336, հետիոտնի ոչ սահմանված վայրով անցնելու 39 եւ 1511 այլ իրավախախտում, 116 ավտոմեքենա շահագործվել է առանց ԱՊԱ պայմանագրի, 278-ը տեխնիկական զննություն չանցած, 42-ը լուսարձակների անսարքությամբ, 62-ը թաղանթապատված դիմապակիով ու կողային ապակիներով։ Բացի այդ տարբեր կասկածանքներով ձերբակալվելու համայնքային ոստիկանության բաժիններ է տարվել 75 անձ։ Նույն ժամանակահատվածում մարզերում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 15930 խախտում, պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 253 տրանսպորտային միջոց, հայտնաբերվել է ոչ սթափ 212 վարորդ, առանց վարորդական իրավունքի 590, կեղծ վարորդական իրավունքի վկայականով երթևեկող 3 անձ, հայտնաբերվել են նաև հաշվառման համարնիշի հետ կապված 83, կեղծ հաշվառման համարնիշով երթևեկելու 2, չամրակապված վարելու 4819, առանց մանկական նստատեղի քարսիթի 196, վարելու ընթացքում ծխելու 507, վարելի հեռախոսից օգտվելու 677, հետիոտնի ոչ սահմանված վայրով անցնելու 22, արագության գերազանցման 1747 եւ 4300 այլ իրավախախտում, 458 ավտոմեքենա շահագործվել է առանց ԱՊԱ պայմանագրի, 1851-ը տեխնիկական զննություն չանցած, 296-ը լուսարձակների անսարքությամբ, այդ թվում 7 բեռնատար, 213-ը տաղանդապատված դիմապակիով եւ կողային ապակիներով։ Բացի այդ տարբեր կասկածանքներով ձերբակալվելու համայնքային ոստիկանության տարածքային բաժիններ է տարվել 27 անձ։